یا باید بره بیرون یا من اینجا مصاحبه نمی‌کنم. Մինչև ասուլիսը կմեկնարկեր, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին պահանջեց, որ ազատության լրագրողը հեռանա սրահից, հայտնելով այլապես ինքը կլքի տարածքը։ Հիմա դուք մեր թշնամիների համար եք աշխատում։ Իրանը հետախուզական տեղեկություններ ունի, որ Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում հարևան երկրներից անօդաչու թռչող սարքեր են ներխուժել իր տարածք։ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքյանը խնդրել է Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այդ հարցի վերաբերյալ։ Մենք կսպասենք հետաքննության արդյունքներին, Իրանի արձագանքը մեծապես կախված կլինի այս հետաքննության արդյունքներից։ Հնարավոր է, որ մեր թշնամին սիոնիստական ռեժիմը օգտվել է մեր հարևան պետության տարածքից։ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ, սակայն մենք բոլորս շատ լավ գիտենք, սիոնիստական ռեժիմը չի հետևում որևէ կանոնի, չեն պահպանում որևէ օրենք, հետևաբար դեռևս կա հավանականություն, որ նրանք կարողացել են օգտվել պահից։ Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունվեց Ստամբուլի հռչակագիրը։ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտան նաև խեղաթյուրված ու ծայրահեղ միակողմանի ձևակերպումներ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էր հայտարարել, թե Հայաստանը դեմ է խաղաղության պայմանագրին եւ որ իր երկրին չի տրամադրում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Որն է այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը։ Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը, ցանկացած կեղծ եւ շինծ ու արտահայտություն, որն իրենից կարող է որևէ տարածքային պահանջ ենթադրել մեկ այլ երկրի նկատմամբ։ Մենք դա եւս կտրականապես մերժում ենք։ Այդ հորինված եւ կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին։ Իրանի դեսպանն անդրադարձավ այդ հռչակագրում տեղ գտած այսպես կոչված արևմտյան Ադրբեջան ձևակերպմանը։ Արևմտյան Ադրբեջան անվանումը Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անվանումն է, այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար, հատկապես եթե այն ենթադրում է որևէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի, մասնավորապես Հայաստանի նկատմամբ։ Դեսպանի ձևակերպմամբ Իրանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ երկխոսությանը եւ երկու կողմերին էլ խրախուսում է, որպեսզի որքան հնարավոր է շուտ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանի նկատմամբ մեր դիրքորոշումը միշտ կայուն եւ հաստատուն է։ Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ազգային ինքնիշխանությանը։ Ով էլ որ սրա հակառակն ասի, մենք դեմ կլինենք դրան եւ խորհուրդ ենք տալիս, որ ինքնակոչ այս պահանջներով չխանգարեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Պատերազմի ընթացքում նաև հիմա ըստ դեսպանի Իրանի եւ Հայաստանի լավ հարաբերությունները չեն դադարել։ Երկու երկրների միջև տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունները նույնիսկ ակտիվացել են։ Ըստ դեսպանի հայկական կողմն արտահայտել է իր հստակ դիրքորոշումը եւ դատապարտել Իրանի դեմ ագրեսիան։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։